Մենք վերադարձանք եւ ձեզ ներկայացնելու ենք վերջին օրերին համացանցը պայթեցրած թեմայով չեմ վախենար օգտագործել այս բառընտրությունը, քանի որ հաղթանակները շատ տարբեր են լինում, բայց անկախ հաղթանակներից միևնույն է, մեր այս փոքր ազգերի սինդրոմի դեպքում մենք անասելի հպարտանում ենք, երբ որևէ գագաթին ծածանվում է եռագույնը։ Մայիսի 29-ին առավոտյան 9:30-ին գրեթե նույն ժամին, երբ մենք ձեզ ուղղակի այսպես տաքուկ տաղավարից ողջունում ենք, բարեհաջող մեզ դրոշը բարձրացավ Էվերեստի գագաթին օրեր շարունակ 157 օր տևած դժվար ճանապարհ, պայքար, վճռականություն եւ իհարկե այդ ամենի մասին զուգահեռ ընթացող կարևոր դրամահավաքի մասին խոսելու ենք մեր հյուրի հետ։ Իրականում 57 օրեր Թերեզան այնքան էր ոգևորվել, որ եռապատկեց այդ թիվը, բայց կարծում եմ հաջորդ վերելքը հենց այդքան ժամանակ էլ տևելու է։ Ես այս պահին սիրով ներկայացնում եմ մեր հյուրին Լեռնագնաց Գևորգ Գասպարյանին, բարև ձեզ։ Ինչպես եղավ, որ 3 անգամ, չեմ վախենա ասել բառից, բախվելով դեմ հար դեմ, մահվան ու դուք այսօր այստեղ եք, կարողացել եք հաղթահարել, մի քանի անգամ եք դուք այդ փորձություններին ենթարկվել։ Երևի 157 օրեր դրա համար։ Այնտեղ 3 անգամ ավել է լինում։ Առաջի դեպքը երևի արդեն գիտեք, հենց առաջին 6400 մետր վերելքի ժամանակ էր, ընդամենը մի քանի դրա համար էլ մի անգամ 3 անգամ ավել պատկերացրել։ Ժամ ենք բարձրացել, երբ որ այդ հայտնի ձնահոսքը եղավ հենց իմ աչքի առաջ, այդ ժամանակ արդեն մտածում էի ՊՏՏ-ում հետ դառնալ, կիսատ թողել էքսպեդիցիան թե ոչ, բայց երբ որ արդեն ուղեկցորդները նայեցին, գնահատեցին իրավիճակը եւ ինչ պետք է լիներ, արդեն պետք է լիներ, որովհետեւ մենք գիտենք, որ այդ ձնահոսքը լինելու է, դրա համար Էվերեստի ճանապարհը չէր բացվում օրեր շարունակ եւ մենք ուղղակի sense նստած սպասում էինք բազային ճամբարում, թե երբ պետքա պարանները ամրացնեն, կարողանանք վերև բարձրանալ։ Դա առաջի դեպքն էր, դե երկրորդը արդեն Շերպայի անուշադրության եւ առողջական խնդիրների արդյունքում էր։ Ինչ կար տարել էր կարծեք, թե մենակը թողել։ Ամենից տարել էր իր հետ եւ ամենակարևորը, որ ինձ ասել էր, որ ես թթվածին ունեմ, որովհետեւ ճնշումը ստուգում են։ Եվ երրորդ դեպքն էլ արդեն հենց հասնում էի բաժային ճամբար գագաթից հետո, ընդամենը 50 րոպե 1 ժամ էր մնացել, որ պետք է պաշտոնապես վերելքը ավարտվեր եւ այդ հայտնի քաղաքացիական տներով կատակ ենք արել։ Փառքաստո դուք ողջ առողջ այստեղ եք մեր տաղավարում ու նաեւ հպարտորեն մեր եռագույնն եք ծածանել բարձունքում, թերևս ամենա այսպես բարձր կետից աշխարհի, այսպես ողջունել եք աշխարհի։ Այո։ Ինչ հետաքրքիր է լեռնագնացության դեպքում, երբ որ հաղթահարում է Էվերեստի գագաթը։ Հետո ինչա կատարվում, որն է հաջորդ նշաձողը դնելուց հետո։ Էվերեստը 8000 լեռների մեջ ամենաբարձրը չէ։ Նույնիսկ մահացության տոկոսը շատ անգամ ավելի ցածր է, քան թե շատ այնտեղ 8000 արել Էվերեստը։ Բայց ամենաբարձրն է Էվերեստը։ Եվ միևնույն ժամանակ, եթե համեմատում ես օրինակ 8500 մետր մյուս լեռների հետ, Էվերեստի վերելքը տևում է 2 ամիս, նրանք տևում են 20-ից 25 օր ընդամենը։ Սուտ բարձրության հարցն է։ Դուք Նեպալից եք այսպես բարձրացել, այլ ընտրանքները որոնք են բարձրանալու։ Նեպալ եւ Չինաստան, Նեպալի կողմը շատ անգամ ավելի վտանգավոր է, բայց այս տարի Չինաստանը փակել էր իրենց կողմից վերելքները եւ դրա համար մենք ունեցանք 500 այցելու, այսպես ասած, ճակերտավոր դեպի Նեպալի կողմ։ Փաստորեն անվճար չէ, հա, բաղելցում, այսպես որոշակի վճար է, հա, $56000։ Տանջվես այդքան մոտիվացիան, կարող ես սպորտի հետ դուքով եմ եւ առհասարակ ինձ համար լեռնագնացությունը շուտ ֆանտաստիկայի ժանրից երևույթ հետևում, մի հատ էլ այդքան գումարվում։ Բայց հաշվի առեք, որ 2 ամիս այնտեղ ապրում եք, 2 ամիս ցես սնունդ, մատակարարել, թռիչքներ, այդ ամեն ինչը մտնում է։ Բայց դուք նաև հատուկ նախաձեռնությամբ եք հանդես եկել, որոշակի այսպես մասնաբաժին անելու բարեգործության նպատակներով։ Այո, քանի որ ինչպես նշեցիք արդեն ուշադրությունը շատ մեծ է հասարակության նմանատիպ նախաձեռնությունների ժամանակ եւ փորձեցինք այս ընթացքում 3 ընտանիքի համար դրամահավաք կազմակերպել, որպեսզի լուծենք իրենց բնակարանային խնդիրը, քանի որ ապրում են կիսակառույց տանը։ 2 ընտանիք Արարատի մարզից եւ 1 ընտանիք Կոտայքի մարզից։ Առաջին ընտանիքի տան շինարարությունը արդեն սկսվել է եւ առաջիկայում ես արդեն լուսանկարներ կհրապարակեմ այս առիթով եւ առաջիկայում պետք է հավաքենք եւս
շուրջ 10 միլիոն դրամ մնացած երկու ընտանիքների համար եւ դրամահավաքը իրականացվում է Ռեարմինիա հարթակի շնորհիվ, այնպես որ հեռուստադիտողներին նույնպես կխնդրենք հնարավորինս տեկուս եւ սուրճի գումարով աջակցել այս օգտվելով այս հնարավորությունից նաեւ մենք կարծում ենք մեր տաղավարում հյուրընկալելով մենք էլ մեր հերթին ենք նպաստում մասսայականացման ավելի տեղեկացված լինելուն։ Դրա համար կենտրոնին նշանակություն։ Սիրով ու նաև ձեզ հետ մասնակիցների առումով այս տարի աննախադեպ եղել։ Չնայած նշված գումարին բավական մեծ թվով 200-ից ավելի մասնակիցներ կարծեք թե սկսել են ստարտային ձեզ հետ։ Որովհետև եղանակը քանի որ խառնվեց իրար մայիսի կեսերին եւ այդ եղանակային գագաթի պատուհանը ճակերտավոր ինչպես մեր տերմիններով ասում են պետք է լիներ օրինակ 10 օր եղավ 4-5 օր եւ ստիպված դա նշանակում էր որ բոլոր այդ 500 լեռնագնացները պետք է այդ մի 4-5 օրվա ընթացքում հասնեին գագաթ եւ տեսնում ենք մենք այսպես համացանց այսպես ցնցած կադրերը Գևորգին բոլորովին այլ կերպարում Ավելի մարտական պատրաստված։ Մի քիչ շորերը սա, Մի քիչ չէ, մի քիչ շատ իրեր են ձեզ վրա պայմանավորված։ Ինձ հետաքրքիր է ինչ պատրաստվածություն պետք է ունենալ եւ ինչքան ժամանակ է պետք պատրաստվել, նախապատրաստվել, ինչ ֆիզիկական ակտիվություններ է պետք անել, որպեսզի կարողանաս բարձրանալ Էվերեստը։ Մարած հոգեբանական նայում են։ Ամենամեծ կողմը դա հոգեբանական կողմն է, որպեսզի քեզ համոզես ճակերտավոր, որ 2 ամիս պատրաստ ես այդ պայմաններում ապրել, քնապարկի մեջ -15-ից 40 աստիճանի պայմաններում այդ դժվարություններին նախապատրաստվել հոգեբանորեն, որպեսզի առաջին իսկ վտանգի դեպքում չպտտվես հետ գաս, իսկ ֆիզիկական պատրաստվածությունը, այսպես ասեմ, ինձ 15 տարի տևեց, որ ես հասկանամ, որ ես պատրաստ եմ այս վերելքին։ Առաջինը ում հետ եք, օրինակ շատերը պատմեն իրենց հայրիկի հետ են գնացել, հայրը լեռնագնացած է։ Սուրենյան Գագիկի։ Դե ամուսնուս հայրը եղել է լեռնագնաց, հայտնի այսպես նաև ժամանակին հոր հետ է։ Առաջին անգամ Արագած հենց Գագիկն է ինձ ուղեկցել, դրանից հետո միասին։ Այո։ Եվ իրենց պրակտիկան բնականաբար, քանի որ ուսանող տարիներից լեռներում էր, ինքը քաչ ծանոթ էր բոլոր լեռներին։ Այնպես ստացվեց, որ Արագած, Գեղամալեռներ, Սյունիքի լեռնաշղթայում շատ տեղեր այցելեցինք եւ հետո այնպես ստացվեց, որ Արարատը բարձրացա։ Մի քանի անգամ եք կարծեմ Արարը։ 26 ոնց որ թե։ Աստվածին։ 26 անգամ բարձրացել եք Արարատը։ Հավես եկել։ Այլ ինքան է հեշտանում։ Ինչ որ պահից դա իմ աշխատանքն էր արդեն։ Երթուղին գծված այնքի։ Այլ ինչ սպորտաձևերի սիրահար եք։ Ջրային սպորտաձևերի սիրահար։ Օգնում է շնչառության։ Չէ, օգնում։ Դա ավելի շատ ֆիզիկական հոգնածություն ավելացնում է վինդսերֆինգը եւ արագաստանավային սպորտը, բայց արագաստանավային սպորտը մի քիչ ավելի հանգիստ իհարկե։ Ինձ հետաքրքիր է ամեն անգամ Արարատը բարձրանալիս փոխվում են տպավորությունները եւ զգայական մակարդակը։ Միշտ տարբեր է Արարատը։ Միշտ ամեն անգամ։ Իրականում բոլոր լեռներն են միշտ տարբեր, բայց Արարատը մեզ հետ այլ կապ ունի, վերարմատների հետ կապ ունի եւ դրա համար տպավորությունը եւ չենք հոգնում Արարատից, այսպես ասեմ։ Օրինակ, եթե համեմատելու լինենք Արևմուտքի կամ ավելի ոչ Հայաստանի լեռնագնացության հետ, այնտեղ մարդիկ ավելի պատրաստական են, ավելի սիրում են իրենք շաբաթ-կիրակին, գրեթե մեծ մասը հատկացնում է հայտնի ասվածին։ Մեզ մոտ վերջին տարիներին է թերևս քիչ-քիչ զարգանում։ Ինչ էսպես։ Ես կասեմ, որ շատ լավ զարգանում է վերջին 10-13 տարվա մեջ շատ մեծ մենք վերապրում ենք ապրում այս նոր սերունդը շատ է սիրում է։ Զգալի տեսնում ենք, որ բավականին խմբեր կան, շատ մարդիկ են ներգրավում եւ իրենց քաղաքային կյանքը փոխում են դեպի ակտիվ եւ դա նաեւ շատ օգնում է հայրենաճանաչությանը, որովհետեւ Հայաստանը փոքր տարածքով երկիր է, բայց շատ ռելիեֆային է, նշանակում է, որ լիքը շերտեր կան եւ պատմական եւ հնադիգիտական եւ գեղատեսիլ, որ բացահայտված չէ մինչև հիմա եւ շատ լավ է, որ այս արշավական խմբակների կազմակերպությունների շնորհիվ ավելի շատ մարդիկ կարողանում են այդ ամեն ինչը տեսնել եւ առաջարկում են մի փոքրիկ տեսանյութ դիտել, որը եւ մոտիվացիոն կարող է լինել եւ այսպես հեշտ է ամեն բան թվում, բայց կադրից այն կողմ հիմա դուք կպատմեք, թե իրականում ինչքանով է այսպես հեշտ մի բան թվում։
Մենք նայում ենք եւ փշաքաղում, այսպես ձեր փոխարեն սառում ենք, եւ որ սառույց չէր կապում երկելու ժամանակ։ Երկելու ժամանակ չէ, բայց քանի որ սառույցից խոսեցիք, ասեմ, թթվասնի դիմակը որ դրված է եւ արտաշնչելուց բնականաբար գոլորշի կա մեջ։ Այդ գոլորշին տենց կաթիլ էս իմ հագուստի վրա իջնում է, եղիամ չէ, մոտավորապես մի 5 սանտիմետր դիզայնի համար է եղել էտել։ Սառույց այսպես կախված եւ եթե ուզենաս նույնիսկ իջացնես, որպեսզի օդա փոխես, չես կարող պետք է սառույցը փոխես նոր։ Հալ, սպասես հալի լուցկիով իրեն։ Ձեզանից հետո ձեր ընկերը արդեն հասավ, մի փոքր ուժ ձեզ միացավ Հայկոն։ Մենք միասին սկսեցինք բազային ճամբարից վերելքը 6400 եւ 7100 մետր ճամբարների վրա միասին էինք նույն վրանում էինք եւ 7100-ից սկսվեց այդ մի քանի կիլոմետրանոց շղթան մարդկանց շարքը եւ այնպես ստացվեց որ Հայկը հետ ընկավ որովհետեւ մենք պետք է 7100-ից հասնեինք 8000 մետր Ընդամենը 2-3 ժամ հանգստանանք եւ սկսեինք երեկոյան արդեն գագաթի վերելքը։ Եվ Հայկը հետ ընկավ այդ շղթայի մեջ եւ մեկ օր ուշ ինքը սկսեց գագաթի վերելքը։ Սուտ ժամանակային առումով։ Եվ դա էր պատճառը, որ ես 20-ին բարձրացա, Հայկը 20։ Թե Հայկեական ջինա արջ ինչ որ բան շշնցած։ Այնտեղ արջեր չկան։ Կատակ էր իրականում։ Մենակ մենք ենք։ Եվ մի քանի ակրավ։ Մենք ենք մեր ներքին ձայնը, որ հետ գնային չի տա պետք, հետ գնա։ Ինձ հետաքրքիր է, եթե չունենաս պատրաստվածություն լեռնագնացության, կարող ես առաջին անգամ արդյոք հաղթահարել այդ գագաթը։ Այսինքն կան անհնարին բաներ։ 90%-ով չես կարող Եթե ոչ մահվան ելքով, ապա գոնե կոտրվածքների եւ մի ինչ-որ բանի արդյունքով հետ քիչնես կամ քեզ ուղղաթիռը տեղափոխի։ Հայտնի տողերի նման ինձ ելնելու սարեր կան դեր, քարեր, դարեր կան դեր։ Փաստորեն երկար ժամանակ է պետք։ Այո, փաստորեն ես չեմ կարող դա։ Դա է միակ խնդիրը, դա է միակ խնդիրն ու խոչընդոտը հարգելի հեռուստադիտողներ, որ ես չեմ հեծնում այդ գագաթը։ Հետաքրքիր է ինչ մտքեր են լինում այդ պահին։ Մենք այժմ այն ինֆորմացիոն կոլապսի մեջ ենք գտնվում, որ անընդհատ, եթե դու քննադատես մտքերի տեղատարափ է քո գլխում։ Ինձ հետաքրքիր է այդ ժամանակատվածում սոցիումից կտրված, ինչպես ես կարողանում ֆիլտրացիա անել քո մտքերը եւ այդպես ուղղակի ներքև կամ դիմացդ նայելով ժամեր շարունակ ուղղակի անթարթ քայլել։ Մտքի մեջ երկելով առաջ են գնում։ Ինքնամաքրման ճանապարհ ոնց որ ալին։ Ինչի մտքի մեջ, որովհետեւ երբ որ փորձում ես նույնիսկ քայլելու ընթացքում երկես, շնչահեղձ ես լինում։ Դրա համար այդպես որոշ մեկ ասենք որ կարող է մի քիչ բարձրացան սկսել երկել, ես հասկանում եմ որ թուլանում եմ։ Ձեր հետևից չեք ընկել էլի։ Փորձում եմ ինձ կոնտրոլ անել, որպեսզի մտքի մեջ երկեմ։ Այդպես թե շարականների շարք ունենք, ազգային երկերի շարք ունենք։ Հաջորդ բարձունքը որ պետք է հաղթահարեք։ Վստահ եմ որ դա 8000 մետր չի լինելու այլևս բայց նպատակ ունեմ ավարտել աշխարհի 7 գագաթը, ինչը որ ամեն մայրցամաքի ամենաբարձր գագաթն է եւ քանի որ ամենադժվար մասը արդեն անցել եմ 4-ը Էլբրուսը, Ակոնկագուան, Կիլիմանջարոն եւ Էվերեստը իհարկե կարելի ասել որ դժվար մասը անցել եմ ինձ մնում է Ավստրալիայի ամենաբարձր գագաթը, Անտարկտիդան եւ Հյուսիսային Ամերիկայինը կարծում եմ որ կավարտեմ այս 3-ը եւ կարելի ասել որ լեռնային ուղին ճակերտավոր փակված կլինի։ Նորանոր բարձունքների նվաճում ենք մաղթում, մենք, մեր թիմը ու նաև մեր եռագույնի ծածանումը իրականում ինչպես Թերեզան սկզբում ասեց, ցանկացած հաղթանակ մեծ ու փոքր մեզ համար ոգեշնչող է, մեզ այդ հաղթանակները շատ են պետք։ Վստահաբար մենք դեռ առիթ կունենանք այստեղ հանդիպելու։ Մեր հեռուստադիտողներին ուզում ենք հիշեցնել, որ Ռե-Արմենիա հարթակով կարող եք մասնակցել դրամահավաքին, որպեսզի մենք ունենանք ընտանիքներ, որոնք իրենց գլխավերևում ունեն տանիք։ Մենք ունենանք դադար եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրին։